Первая выставка недвижимости Армении в Москве. Арарат Парк Хаят. 12 и 13 апреля. Приходите. Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ապրիլի 11-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գրակ են բացել սահմանագոտու արևելյան ու հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված ու ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։ Առաջին անգամ հենց այս մարզում է գործարկվել էկոպարեկային ծառայությունը։ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբեր թաղամասի միջնամասը 7-4 կիլոմետր հատվածում փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 149 միլիոն դրամ է։ Պետության մասնաբաժինը կազմել է 70%, 104 միլիոն դրամ։ Արդյունքում Կապանում տեղադրվել են երկկողմանի 249 լուսատուներով մետաղական հենասյուներ։ Կառավարության ղեկավարն այցելել է նաև Կապանի հիմնանորոգված թիվ 1 մանկապարտեզ։ Այս ծրագրի ընդհանուր արժեքն էլ կազմել է ավելի քան 377 միլիոն դրամ, որի 80%-ը, ավելի քան 302 միլիոն դրամը հատկացրել է կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար։ Իսկ սննդի հարցը դուք եք անում, թե արտապարտը վիրակացա։ Չէ, իսկ վճարով է մանկապարտեզ, ինչքան վճարով երեխաները։ Կապանի համայնքի գրանցում ունեցել 5000, ովքեր մեր համայնքի գրանցում չունեն։ Ոնց է հիմա ասենք սարքերը եկեք ֆինանսավորել Բացի սա օջախը եւ մսավացը էլեկտրոնական, կոնկրետ խոհանոցում, մնացած այլ եւ զվացարանը։ Իրերի էլեկտրորերի պարագաներ, չորանոցներ։ Անկողնային պարագաներ ծնողներն են բերում, թե դուք եք համայնքը դրամադրել է ամբողջովին։ Կապանում վարչապետը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով եւ շնորհավորել էկոպարեկային ծառայության նորամուտի առիթով։ Մենք արդեն մի քանի տարի քննարկում ենք այս փոփոխությունը, այս նոր ինստիտուտի ներդնումը եւ ահա արդեն այն առաջինը իրականություն է դառնում Սյունիքի մարզում եւ կարծում եմ սա շատ կարեւոր իրադարձություն է։ Ուզում եմ ընդգծել, որ այն փոփոխությունները, բարեփոխումները, որ անում ենք, այդ բարեփոխումները առաջին հերթին վերաբերմունքի փոփոխության մասին է։ Վերաբերմունքի փոփոխություն մեր շրջակա միջավայրի նկատմամբ։ Վերաբերմունքի փոփոխություն մեր պետության եւ պետական ինստիտուտների նկատմամբ, վերաբերմունքի փոփոխություն ինքներս մեր նկատմամբ եւ մեր երկրի, մեր բնության, մեր պետության առաջ մեզնից յուրաքանչյուրի ունեցած պատասխանատվության մասին է։
Վարչապետն ընդգծել է, որ ենթակառուցվածք ստեղծելուն զուգահեռ չափազանց կարևոր է նաև պատասխանատվության զգացումը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով էկոպարեկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ունենալով նոր կառույց, նոր աշխատանքային գործիք, նոր ավտոմեքենա պետք է ունենա նաև նոր պատասխանատվություն, որպեսզի պահպանի Հայաստանի Հանրապետության անտառը Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք շատ կենտրոնացած ենք եւ թվում է թե դժվար գործ է դա, որ մենք ունենանք նոր մեքենաներ, որ մենք ունենանք մեքենաների, հագուստի, այլ գործիքների, սարքավորումների փոփոխություն, բայց իրականում այս բարեփոխումը իմաստ կունենա, եթե այդ ամեն ինչի փոփոխություն նշանակի մարդու փոփոխություն։ Որովհետև եթե այս նոր մեքենայի մեջ մարդը նստելու եւ աշխատելու է հին վերաբերմունքով եւ հին պատկերացումով, սա նշանակում է, որ մենք մեր նպատակին չենք հասնելու։ Եթե այս ծառայությանը եւ քաղաքացու հարաբերությունները լինելու են ինչ-որ նախկինը, մենք մեր նպատակին չենք հասնելու։ Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում բոլոր մարզերում կստեղծվեն էկոպարեկային ծառայություններ, որոնք կիրականացնեն անտառների պահպանության 24-ժամյա ծառայություն։ Միջոցառումն ավարտվել է էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրությամբ, որոնք հագեցած են տեխնիկական անհրաժեշտ միջոցներով։ Պետական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել մասնավորապես 22 հատ Isuzu D-Max մակնիշի ամենագնաց մեքենաներ, ավելի քան 331 միլիոն դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայության ստեղծման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 660 միլիոն 484 հազար դրամ, իսկ միջազգային գործընկերների աջակցությունը կազմել է ավելի քան 64 միլիոն դրամ։ Վահագն Ակոբյան, Հորիզոն։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում։ Արարատ Միրզոյանը իր խոսքում նշել է, որ պետք է կենտրոնանալ ապագայի, այլ ոչ թե անցյալի վրա։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ աստիճանաբար լուծել բոլոր հարցերը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։ Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին հատուկ անդրադարձ է եղել նաև Անտալիայի դիվանագիտական ֆորումում։ Մասնավորապես երկկողմ հանդիպումից հետո ֆորումի շրջանակում տեղի ունեցել պանելային քննարկում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի եւ Մակաբո Ջորիշվիլիի մասնակցությամբ։ Քննարկումը կրել է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ եւ հնարավորություններ խորագիրը։ Քննարկման վարողը հիշեցնելով, որ անցած ամիս Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, հարցրել է, թե արդյոք ինչն է խանգարում դրա ստորագրմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ավարտի արդյունքում Հարավային Կովկասի տարածաշրջանում կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել։ Անցած ամիս երկու կողմերը գրեթե 2.5 տարի հետո ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Մենք դա համարում ենք չափազանց կարևոր եւ լուրջ զարգացում։ Սակայն համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են որոշակի քայլեր։ Առաջինը Մինսկի խմբի լուծարումն է, մյուսը Հայաստանի սահմանադրությունը, որտեղ անհրաժեշտ են փոփոխություններ։ Բայրամովի հայտարարություններին արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Մենք բազմիցս ցուցաբերել ենք պատրաստակամություն սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Այդ կառույցը կարող է լուծարվել, եթե հակամարտություն չկա, եւ սա հետաքրքիր հարց է։ Հիմա մենք կոնֆլիկտ ունենք, թե ոչ, տեղում ոչ, դե ֆակտո հակամարտություն չունենք, սակայն թղթի վրա խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիր չունենք ստորագրված եւ ավերացված։ Կարող ենք շարունակել փիլիսոփայել այս հարցի շուրջ, սակայն մեզ համար լուծումը հստակ է։ Մենք պետք է ստորագրենք պայմանագիրը եւ ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տանք այս հակամարտությանը։ Կարող ենք հանձնաժողով ստեղծել քննարկելու բոլոր հարցերը։ Արձագանքելով Ջեյհուն Բայրամովի պնդումներին, թե Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, Արարատ Միրզոյանն ասել է. Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանադրությանը, մենք էլ մտահոգություններ ունենք Ադրբեջանի սահմանադրության հետ կապված։ Եվ սա չենք ասում միայն հայելային արձագանքի համար։ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակում է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ, իսկ այն հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, ներառյալ ներկայիս հայկական տարածքների շուրջ 60%-ի նկատմամբ։ Եվ առաջ է գալիս հարցը, թե ինչ մոտեցում ենք որդեգրում։ Արդյոք պատրաստվում ենք նախ ունենալ բոլոր հնարավոր հարցերի պատասխանները եւ միայն դրանից հետո
հաշտող հարաբերություններ հաստատել, թե հիմնվում ենք արդեն ձեռքբերված պատմական առաջընթացի վրա։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել պայմանագրի տեքստի շուրջ, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մինչև Խորհրդային Միության փլուզման պահը։ Այս գործընթացները կարող են անվերջ տևել։ Մենք պետք է հասկանանք, կենտրոնանում ենք ապագայի վրա, թե անցյալի։ Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն դիտարկմանը, թե Հայաստանի սահմանադրությունից է բխում այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունը բաց հանրային փաստաթուղթ է։ Յուրաքանչյուր ոք կարող է ստուգել եւ տեսնել, որ դրա մեջ չկա որևէ դրույթ, որը վկայում է այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչու է ադրբեջանական կողմը շարունակ բարձրաձայնում այս հարցը, չէ՞ որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի կետերից մեկով երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դա միանգամայն ընդունելի դիրքորոշում է։ Կա նաեւ այն մոտեցումը, ըստ որի կողմերը չեն կարող հղում կատարել իրենց ներքին օրենսդրությանը, դրանով իսկ արդարացնելով խաղաղության պայմանագրի ստորագրման ձախողումը։ Մենք համոզված ենք, որ բոլոր խոչընդոտների հաղթահարման ամենակարճ ուղին պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։ Հայաստանի արտգործնախարարը կրկին նշել է, որ Երևանն ու Բաքուն ունեն բոլոր նախադրյալները ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ եւ բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ Իսկ արդյոք պայմանագրի ներկա տեքստը պատասխաններ է տալիս հնարավոր բոլոր հարցերին, Միրզոյանի կարծիքով ոչ։ Նա համոզմունք է հայտնել, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որը կարող է տալ բոլոր հարցերի պատասխանները։ Ըստ նախարարի, սա պարզապես հարաբերությունների վերսկսման հիմք է, իսկ ինչ վերաբերում է խնդրահարույց հարցերին, ապա նրա կարծիքով կողմերը կարող են շարունակել քննարկումները նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար։ Իր հերթին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ խաղաղ եւ անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է։ Նրա խոսքով տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ։ Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա։ Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր հնարավոր միջոցները նպաստելու տարածաշրջանում երկխոսությանը եւ համագործակցությանը։ Բոճորիշվիլին կարևորել է կողմերի քաղաքական կամքը եւ լարվածությունը վերացնելու տրամադրվածությունը։ Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերով Թբիլիսին տարածաշրջանային գործընթացներում պարզապես միջնորդ չէ, այլ գործընթացների մի մասը, քանի որ տարածաշրջանի խաղաղությունը եւ կայունությունը երեք երկրների համար ընդհանուր հետաքրքրություն է ներկայացնում։ Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցության միջոցներին։ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է Բաքվին բացել երկաթուղային կապուղիները, սակայն ադրբեջանական կողմը ոչ մի դրական պատասխան չի տվել։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Այսօր Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են մեր երկրում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը, որոնց թվում է նաև Շանթ Ռեզիդենս բնակելի համալիրը։ Ցուցահանդեսը նպատակ ունի օտարերկրյա ներդրողներին ներկայացնել անշարժ գույքի հայկական շուկան, նրա հաջողություններն ու առավելությունները։ Նախագծի հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Բրույր Փենեսյանը համոզված է, որ շինարարական ոլորտի միջազգայնացումը բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։ Մոսկվայից մանրամասները ներկայացնում է մեր սեփական թղթակից Վահե Ավանեսյանը։ Հայաստանի անշարժ գույքի շուկան պետք է խոստովանել, որ օտարազգիների համար չբացահայտված ֆենոմեն է։ Եթե ազնիվ լինենք, հաճախ ինքներս էլ չենք կարողանում բացատրություն գտնել այն իրականությանը, որ տիրում է այդ ոլորտում, բայց բիզնեսի տեսակետից հենց այդ իրականությունը ներդրումային հիանալի հնարավորություններ է ստեղծում եւ այստեղ ներկայացված հայաստանյան տասնյակ կառուցապատողներ եկել են հաստատելու, որ մեր երկրում իրականացվում են միջազգային կարգի ճարտարապետական նախագծեր, որոնք մրցունակ են բոլոր առումներով։ Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին զուգահեռ ընթացել են բանակցությունները միջազգային կառուցապատողների հետ, որոնց ներկայությունը Հայաստանում կարևոր է բիզնես կլիմայի ընկալման համար։ Բրույր Փենեսյանը մեզ հայտնեց, որ ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է նմանատիպ ընկերությունների հետ համագործակցության պայմանագրերի ստորագրում։ Մենք ուզում ենք նաև գործական կապեր ստեղծվի հայ եւ ռուս գործարարների միջև եւ դրա հետ կապված մենք հրավիրել ենք նաև գործարարների ռուսաստանցի եւ կլինեն ընկերության սեփականատերեր, որոնք ուղիղ կապ կստեղծեն մեր կառուցապատողների հետ։ Ասեմ ավելին, մենք ունենք նախնական արդեն պայմանավորվածություն համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների, ովքեր գործունեություն են իրականացնում այս պահին Ռուսաստանում եւս եւ իրանք միջոցառման շրջանակներում ակնկալվում է նաև որ պայմանագրեր կնքեն հայ մի քանի կառուցապատողների հետ ու Հայաստանը
կգրանցվի միջազգային այդ անշարժ գույքի ամենամեծ ցանցում արդեն կլինի նոր կետ, որը իրանք կներկայացնեն։ Հայաստանի անշարժ գույքի մոսկովյան ցուցահանդեսը կարևորվում է նաև նրանով, որ այստեղ ներկայացված են ոչ միայն Երևանում, այլ նաև մյուս քաղաքներում, մասնավորապես Ծաղկաձորում, Դիլիջանում եւ Ապարանում իրականացվող կառուցապատման նախագծերը։ Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ողջունեց հայ գործարարների նախաձեռնությունը, շեշտելով, որ հայ բիզնեսի ճանաչելիությանը միտված քայլերը բարձրացնում են մեր երկրի նկատմամբ վստահությունը։ Դիտարկելով այս ցուցահանդեսը, անշարժ գույքի ցուցահանդես վաճառքը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, մենք կարող ենք արձանագրել, որ սա էլ արտահանման մի նոր մոդել է, այսպես ասենք, որը որ կարող է բերի հետաքրքիր արդյունքների։ Խորհուրդ կտամ բոլոր մեր գործարարներին, բոլոր մեր տնտեսվարողներին իրենց աշխատանքում ման գալ եւ գտնել նոր մեթոդներ, իրենց արտադրանքը, իրենց ստեղծածը ներկայացնելու, գովազդելու, ավելի ճիշտ մատուցելու այն աշխարհին, որը որ կոչվում է գնորդներ։ Որովհետև մեր առաջնային խնդիրը կայանում է հետևյալը, որ մենք մեր երկիրը պետք է դարձնենք գրավիչ։ Ցուցահանդեսի շրջանակներում բոլոր կառուցապատողները համաձայնել են հանդես գալ վաճառքի հատուկ առաջարկներով, իսկ պոտենցիալ գնորդների համար ստեղծվել է հիանալի հնարավորություն մեկ վայրում համեմատել Հայաստանում կառուցվող կամ արդեն կառուցված լավագույն շենքերը եւ ընտրություն կատարել։ Իսկ Շանթ Ռեզիդենս բնակելի համալիրը ցուցահանդեսի շրջանակներում հատուկ զեղչեր անելու կարիք չուներ, քանի որ զեղչային գրավիչ համակարգը միշտ է գործում եւ հասանելի է բոլորին։ Շանթ Ռեզիդենսի բնակարանները Երևանի կենտրոնին մոտ նորակառույցների մեջ ամենամատչելին են։ Չնայած Երևանի համար անհավանական թվացող գներին, Շանթ Ռեզիդենսը գերժամանակակից համալիր է, որտեղ կառուցվում են նորագույն ստանդարտներին համապատասխանող եւ ճարտարապետական գրագետ լուծումներով բնակարաններ։ Իսկ մյուս գրավչությունը մետրոյի Սասունցի Դավիթ կայարանի անմիջական հարևանությունն է ու տրանսպորտային արագ հասանելիությունը ցանկացած ուղղությամբ։ Առաջնային նպատակներից է դա իհարկե խթանել Հայաստանի անշարժ գույքի վաճառքին եւ ներդրումները ակնկալել բերել դեպի Հայաստան։ Դրա համար մենք բացի բնակելի անշարժ գույքից հենց ներդրումային անշարժ գույքեր ենք այստեղ ներկայացնելու միջոցառման շրջանակներում, որպեսզի ապահովենք մարդկանց, ովքեր Հայաստանում անգամ եթե ցանկություն չունեն բնակարան ձեռք բերելու, որպեսզի ունենան եկամուտի նոր աղբյուր, այսինքն ներդրումներ անեն ապարտ հոթելներում կամ նման ինչ-որ կառույցներում եւ пассив եկամուտ ակնկալեն Հայաստանից։ Ռուսաստանի հայ գործարարների Կիլիկիա ՓԱԿ ակումբի նախագահ Նվեր Սարգսյանը հաստատում է, որ արդի աշխարհաքաղաքական պայմաններում ներդրումային առումով Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում ռուս գործարար աշխարհի համար։ Ցանկացած նման նախաձեռնություն մենք ողջունում ենք, որը կապ ունի հայկական ապրանքների եւ ծառայությունների հայկական ընկերությունների միջազգային շուկա դուրս գալու հետ։ Մենք ունենք նման փորձ Մոսկվայում, Թումոյի օրինակը բավականին հաջողված մեր ռուս գործընկերների հետ բոլոր քննարկումների արդյունքում մենք հասկանում ենք, որ կա պահանջարկը հայկական անշարժ գույքի, հայկական կազմակերպություններում ներդրումներ անելու եւ նման նախաձեռնությունները մեզ համար խիղճ ողջունել են։ Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը կգործի 2 օր եւ արդեն ակնհայտ է դառնում, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակական լինեն։ Ընդհանուր առմամբ այս ցուցահանդեսի ներկայացված անշարժ գույքի կապիտալիզացիան գերազանցում է $2 միլիարդ։ Եվս մի հետաքրքիր ցուցանիշ։ Անցած տարվա ընթացքում ռուսաստանցի մեր հայրենակիցները Հայաստանում գնել են ավելի քան $200 միլիոն անշարժ գույք։ Եվ դա այն պայմաններում, երբ չի տարվում համակարգված աշխատանք։ Եվ այս ցուցահանդեսը այդ համակարգումը սկսելու առաջին փորձն է։ Վայա Ավանեսյան, Էդգար Հովանեսյան, Մոսկվա, Շանթ Նյուզ։ Երևանում մեկնարկել է հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով նման մասնագիտական հարթակները նպաստում են նման հիվանդությունների վերաբերյալ արդի գիտելիքների եւ բուժման մեթոդների ներդրմանը, ապահովելով առավել բարձր արդյունավետություն առողջապահական ոլորտում։ Երևանում երկրորդ անգամ անցկացվում է բուժմիություն միջազգային գիտաժողովը, որը միավորել է տարբեր երկրների 200 բժշկական մասնագետի, ովքեր իրենց աշխատանքի ընթացքում առնչվում են գենետիկ հազվադեպ հիվանդությունների հետ։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, այս հիվանդությունները հաճախ ավելի տարածված են, քան համարվում է, եւ նման միջոցառումները կարեւոր են ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների համար։ Մենք փորձում ենք տեղի մասնագետների հետ ոչ միայն sense դասախոս լսող կապ ստեղծենք, այլ բժիշկ կապ ստեղծենք, որպեսզի հետագայում, երբ որ մենք ստեղ ունենանք նման խնդիր, մենք կարող ենք հեշտությամբ հեռախոսը վերցնել կամ էլեկտրոնային փոստը բացենք, նամակ գրենք, որ գիտես ինչ հարգելի է, ինչ ես sense պացիենտ ունեմ, խնդրում եմ ինձ օգնի, եւ ես համոզված եմ, որ այդ օգնությունը լինելու է։ Իսկ
շատ հաճախ ոչ թե դեղորայք է պետք, ոչ թե ինչ-որ բարդ թանկարժեք սարքավորումներ են պետք, ոչ անհրաժեշտ է մի քիչ ավելի փորձառու մասնագետի խորհուրդ եւ ամեն ինչ կգնա իր հունով։ Այ մենք փորձելու ենք մեր միջոցառման վերջնարդյունքը, պրոդուկտը լինի այն կապերը լինեն, որոնք հնարավորություն կտան հետագայում մեր բժիշկներին ազատորեն շփվել իրենց գործընկերների հետ արտերկրից։ Մի փոքր ավելի ուշ բուժվող հիվանդություններ, այլ ոչ անբուժելի, սա կարևոր է, որ հասկանա եւ բժիշկը եւ բուժարուն, նշեց գենետիկ հիվանդությունների միջազգային ասոցիացիայի հիմնադիր Ալյոնա Կուտուրովան, հավելելով, որ անհրաժեշտ է հիվանդությունները դիտարկել տարբեր տեսանկյուններից եւ հենց այդ նպատակով էլ մասնագետները միավորվել են։ Մենք շարժվում ենք դեպի ապագան։ Իրականում, երբ հիվանդը տառապում է, հատկապես անբուժելի հիվանդությամբ, թվում է, թե ամեն ինչ ավարտվում է այստեղ եւ հիմա։ Գենետիկ հիվանդությունների, հազվագյուտ հիվանդությունների ուսումնասիրությունը միշտ ապագայի մասին պատմություն է։ Այսօր 21-րդ դարում մենք ունենք այդքան շատ տարբեր ուսումնասիրություններ եւ մոտեցումներ գենետիկ հիվանդությունների նկատմամբ, որ թե հիվանդի, թե բժշկի համար կարևոր է հասկանալ, որ սա ավարտ չէ, կա ապագա, որի ուղղությամբ մենք շարժվում ենք։ Գիտաժողովին մասնակցում էր նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ով ընդգծեց գենետիկ հազվադեպ հիվանդությունների դեպքում առաջնահերթ է ոչ միայն կանխարգելումը, այլև դրանց լիարժեք եւ ժամանակին իրականացվող բուժումը։ Առողջապահության նախարարության արվեստականության եւ մաշկաբանության ազգային կենտրոնը համատեղ բժշկական ասոցիացիայի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ կազմակերպել այս կոնֆերանսը, որպեսզի ընթացքում ներկայացվի շատ արդի տեղեկատվություն ամբողջ աշխարհից, ինչպես է պետք է այդ հիվանդությունները հայտնաբերել եւ ուժել, որպեսզի նույնիսկ Հայաստանում ճիշտ է շատ քիչ դեպքեր են հայտնաբերում, երբեմն այս հիվանդությունների շարքում կան հիվանդություններ, որոնք կարող է տարիներով չհայտնաբերել տարվա ընթացքում մեկ հիվանդի մոտ հայտնաբերել, բայց նույնիսկ այդ դեպքում պացիենտին կարողանանք պատշաճ մակարդակի բժշկական օգնություն տրամադրել։ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով էլ հազվադեպ հիվանդությունների բուժման որակից է կախված բժշկության ապագան ամբողջ աշխարհում։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։ Եթերում հեռանկարն է։ Անտալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը։ Դրան արդեն 3-րդ անգամ մասնակցում է Հայաստանը։ Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին։ Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի ֆորումում առաջ քաշած հարցերի եւ այլ թեմաների մասին խոսենք կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ։ Շնորհակալություն Տիկին Մարգարյան հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ըստ էության դուք եւս հետևում եք այդ պանելային քննարկմանը եւ ինչ շեշտադրումներ տեսակ այնտեղ։ Գիտեք, ընդհանուր առմամբ նորից պետք է արձանագրենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումները առհասարակ խաղաղության օրակարգի եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգությանը ծայրահեղ տարբեր են։ Հայաստանը խոսում էր, ինչպես միշտ կառուցողական բառամթերքով եւ փորձում էր ներկայացնել, որ բոլոր խնդիրները միաժամանակ լուծել հնարավոր չէ։ Այսինքն, եթե մենք կարողացել ենք համաձայնության գալ պայմանագրի տեքստի հետ կապված, ուրեմն լավ է, որ մենք այդ ստորագրենք եւ ըստ էության պայմանագրի տեքստը, ինչպես նախարար Միրզոյանը ընդգծեց, ունենալու է նաեւ հանձնաժողովներ համատեղ, որոնք այնուհետ կկարողանան աշխատել այն հարցերի շուրջ, որտեղ կողմերը կգտնվեն որոշակի տարաձայնությունների ուրեմն փուլում։ Նույնը չէ կարող ասել Ադրբեջանի մասին, որովհետև ես երկու հանգամանք կուզենայի առանձնացնել ադրբեջանական խոսույթի հետ կապված։ Մեկը վերաբերում էր միջազգային ատյաններում հայցերին։ Մենք բոլորս էլ գիտենք, որ հայկական կողմն արդեն համաձայնություն է տվել հրաժարվել այդ հայցերից, եթե պայմանագիրը ստորագրվում է։ Բայց ինչ է անում Ադրբեջանը։ Ադրբեջանը ըստ էության այդ թեման կապում է Հայաստանի կողմից իր իսկ մեկնաբանությամբ սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջների հետ։ Թվում է, թե սրանք պետք է իրար հետ չունենային որևէ կապ, բայց այդպես իրենք փորձում են հիմնավորել, թե ինչու իրենք այսօր չեն ստորագրում այդ համաձայնագիրը։ Մասնավորապես
Նրանք ասում են, որ եթե դուք ունեք մեր դեմ ներկայացած հայցեր, ապա այդ հայցերի հիմքում դրված է հենց այն, որ դուք մեր դեմ ունեք տարածքային պահանջներ, այսինքն դրված է, ինչպես իրենք են ներկայացնում, սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջները։ Հետևաբար պետք է այստեղ արձանագրենք, որ իրականում հայցերից հրաժարումը, ինչպես շատերս կանխատեսել ենք եւ շարունակում ենք այս մասին նաեւ հազանգել, բարձրաձայնել, ամենևին չի բխելու Հայաստանի շահերից, այն ամբողջովին ծառայելու է ադրբեջանական շահերի իմպլեմենտացմանը, ինչու, որովհետեւ Ադրբեջանը սրանով ներկայացնելու է, որ Հայաստանը իր անկախացումից ի վեր Ադրբեջանի դեմ վարել է էքսպանսիոնիստական քաղաքականություն եւ դրանով է պայմանավորված եղել այն բոլոր գործողությունները, որ Ադրբեջանը իրականացրել է եւ իրականացնում է Հայաստանի նկատմամբ, եւ եթե Հայաստանը դրանք հետ է վերցնում, նշանակում է Հայաստանը ընդունում է, որ ինքը Ադրբեջանի դեմ վարել է էքսպանսիոնիստական քաղաքականություն եւ առհասարակ Ադրբեջանում չկա հայատյացություն եւ ռասական խտրականության հիմքով նույն հիմնական հայցը ներկայացնելը, դա պայմանավորված է ոչ թե հենց ռասական խտրականության արկայությամբ Ադրբեջանում հայերի դեմ, այլ պայմանավորված է նրանով, որ Հայաստանը շարունակում է Ադրբեջանի դեմ ներկայացնել տարածքային պահանջներ։ Եվ երկրորդ հանգամանքը կուզենայի ընդգծել, որը վերաբերում է նրան, թե ինչպես են իրենք վերաբերում նրան, որ մենք ունենք խնդիրներ, մենք ունենք մտահոգություններ իրենց սահմանադրության հետ կապված։ Ինչպես են իրենք մեկնաբանում, որը նույնպես շատ վտանգավոր է։ Ջերում Բայրամովի խոսքից պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը փորձում է սահմանցնել միջազգային գործընկերներին հետևյալ կերպ, որ եթե Հայաստանը ունի մտահոգություններ առայն, որ մեր սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ, ապա ինչպես է ինքը մեր հետ բանակցել եւ համաձայնեցել այս տեքստը եւ ինչպես է ինքը ասում, որ այս տեքստը ինքը պատրաստ է ստորագրել։ Նշանակում է Հայաստանը կամ ազնիվ չէ առայն, որ ուզում է ստորագրել, կամ ազնիվ չէ առայն, որ ինքը տեսնում է այդ տարածքային պահանջները Ադրբեջանի ուրեմն սահմանադրության մեջ եւ այստեղ արդեն այլ մտահոգություն է առաջ գալիս, այն, որ նույն բովանդակությամբ վստահ եմ, ապագայում մենք կլսենք նաև Ադրբեջանի կողմից դիրքորոշում առայն թե արդյոք իրենք օկուպացրել են 21-22 թվականներին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Իրենք շատ հանգիստ կարող են ասել, եթե դուք կարծում եք, որ մենք օկուպացրել ենք ձեր սուվերեն տարածքները, ապա ինչպես եք դուք մեր հետ բանակցում, պատրաստվում ստորագրել պայմանագիր եւ այդ հարցը չեք բարձրացնում, որտեւ դրանից առաջ նաեւ իր խոսույթում, երբ ինքը խոսում էր կոմունիկացիաների բացման մասին, ինքը ասում էր, որ մենք Հայաստանի հետ այս հարցերով չենք աշխատել, որտեղ մենք չենք կարող Հայաստանի հետ աշխատել, որտեղ մեր տարածքները օկուպացված էր։ Այսինքն ընդհանուր առմամբ բոլոր նարատիվները Ադրբեջանի կողմից ձևավորված են, որպեսզի իրենք հիմնավորեն ճակերտների մեջ իրենց մտահոգությունները առայն, որ այսօր արդյոք պետք է իրենք ստորագրեն Հայաստանի հետ այդ խաղաղության համաձայնագիրը թե ոչ։ Հիմա հրապարակային հայտարարությունները բնականաբար արվում են տարբեր ուղերձներ, տարբեր կողմերի ներկայացնելու համար։ Հայաստանի քայլերն այս դեպքում ինչպիսին պիտի լինեն։ Գիտեք, այս հարցում ես այն ամենայնիվ կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր մեր բառամթերքը փոխենք, որովհետև իհարկե շատ կարևոր է լինել կոնստրուկտիվ, իհարկե շատ կարևոր է խաղաղության օրակարգը առաջ մղել, որովհետև սա ըստեյության մեզ օգնում է նաև ռիսկերի կառավարում անել, մասնավորապես հաշվի առնելով այն գլոբալ տեկտոնական շարժումները, որոնք տեղի են ունենում աշխարհում եւ մեր շուրջ, իհարկե մենք պետք է փորձենք հնարավորինս տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները կարգավորել եւ օգտվել նաեւ Թուրքիա-Ադրբեջան որոշակի լարվածությունից, այս ամենը պարզ է, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ մեր բառամթերքը պետք է լինի մի փոքր ավելի ագրեսիվ, այսինքն երբ մենք խոսում ենք այն մասին, որ ամեն ինչ կամ ոչինչ մոտեցումը արդյունավետ չէ, դա պետք է շարունակվի հետևյալ ձևակերպումներով, որ իհարկե մենք ընդունում ենք եւ տեսնում ենք, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր սուվերեն տարածքները, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում ոչ թե նրա համար, որ դա մեզ համար հետաքրքիր չէ, այլ մենք չենք բարձրացնում, որովհետեւ մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով այդ հարցը լուծել, կամ երկրորդ տարբերակը, որ պետք է խոսել էթնիկ զտման մասին, այսինքն պետք է խոսել այդ հայտարարության մասին, նույնիսկ այսպիսի հրապարակային միջոցառումների ժամանակ այդ բառամթերքը պետք է օգտագործել, որովհետև անկախ նրանից մենք այդ բառամթերքը կօգտագործենք թե ոչ,
դրանից Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվի, բայց բառամթերքը օգտագործելը հնարավորություն կտա որոշակի առումով կանխարգելել Ադրբեջանի հականարատիվները մեր դեմ։ Իմ մտահոգությունը առավել կապված է տեղեկատվական դաշտում մեր բավական կասեի ոչ բավարար արդյունավետ լինելու հետ, իսկ արտաքին դաշտում դու ուժեղ ես լինում ոչ միայն նրանով, թե ինչպիսի բարեկամներ ունես, ինչքան ուրեմն ռեսուրսներ ունես, այլ նաև պայմանավորված է քո նրանով, թե որքանով ես դու կարողացել անընդհատ թմկահարել քո նարատիվներով։ Ըստ էության, երբ 20 թվականի պատերազմը եղավ, երբ մենք տեսանք տոտալ անտարբերություն միջազգային հանրության կողմից, դա նաև պայմանավորված էր նրանով, որ մենք նորից շատ երկչոյտ էինք եղել, մենք անընդհատ լռում էինք, որպեսզի, գիտեք, ավելորդ, ինչպես մենք էինք ասում, ավելորդ չգրգռենք Ադրբեջանին, քանի որ կար այդ 20%-ի խոսույթը, բայց չէ որ հիմա Ադրբեջանը այլ խոսույթներ է ձևավորում, եւ եթե մենք դրանց հակաքայլերը չունենանք, եթե մենք դրանց հականարատիվները չհրամցնենք ամենօրյա ռեժիմով, գիտեք, բոլոր մակարդակներով ընդ որում, եւ ՀԿ սեկտորով, եւ ուրեմն պետական մակարդակով, մենք շատ կարճ ժամանակահատվածում ուղղակի կարող ենք հայտնվել մի աշխարհում, երբ կպարզվի, որ ադրբեջանական մոտեցումները նույնիսկ այն, որ իրենք կարող են բանակցել եւ չստորագրել, լեգիտիմ են կալվում։ Տեղեկատվություն եւ հաղորդակցություն բառերն այս դեպքում միայն այս տեղին չի վերաբերում։ Ըստ էության Վատիկանում այնինչ տեղի ունեցավ որոշակի տեղեկատվության եւ հաղորդակցության արդյունք էր, հա։ Նախ ինչպես եք վերաբերվում դրան եւ դրա հակաքայլերն ինչպիսին պիտի լինեն։ Գիտեք, ես դժվար է պատկերացնում, որ կարող էր տվյալ միջոցառում տեղի ունենալ եւ այդ միջոցառման անցկացման վերաբերյալ հայկական կողմը չունենար տեղեկատվություն։ Եթե հայկական կողմը չի ունեցել նման տեղեկատվություն, սա խոսում է մեր ուրեմն համապատասխան ինստիտուտների բավական ուրեմն խոցելի լինելու մասին։ Իսկ եթե մենք ունեցել ենք այդ տեղեկատվությունը, բայց չենք կարողացել դրա հակաքայլերը իրականացնել, սա խոսում է նրա մասին, որ մենք բավարար տեղեկատվական դաշտում աշխատանք չենք իրականացրել, որպեսզի կարողանանք կանխարգելել նման միջոցառումը։ Հետևաբար սա իրականում բավական լուրջ ապտակ է, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության հենց պետության դեմ, պետական ինստիտուտների դեմ եւ սրանից պետք է անել հետեւություններ եւ հասկանալ, որ ինչ որ բան այնուամենայնիվ այն չէ, ինչ որ բան այնուամենայնիվ մենք չենք կարողանում արդյունավետ իրականացնել։ Տիկին Մարգարյան, տեղի ունեցավ այդ պանելային քննարկումը, որը հրապարակային էր, բայց նաև տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը փակ դռների հետևում։ Փակ դռների հետևում եւ հրապարակային հայտարարություններում տարբերություններ կարող են լինել եւ ինչու։ Չեմ կարծում կարող են լինել, որովհետեւ Ադրբեջանը շատ բաց է, այսինքն իրենք իրականում գիտեք, իրենք չեն աճպարարությամբ ըստ էության չեն զբաղվում։ Այսինքն իրենք ունեն իրենց դիրքորոշումը, իրենք խոսում են ուժի լեզվով, ուժի դիրքերից եւ դա իրենց հնարավորություն է տալիս նաեւ որքան էլ որ կարող է ագրեսիվ թվալ այդ ուրեմն իրենց դիրքորոշումը, դա իրենց թույլ է տալիս եւ փակ դռների ետևում բարձրացնել եւ բաց տիրույթում նաեւ բարձրացնել։ Ես չեմ կարծում որ այդտեղ պետք է տարբեր շեշտադրումներ եղած լինեն եւ հայտարարության տեքստը, որը հայկական կողմը տարածեց այդ երկկողմ հանդիպումից, ըստ էության ես այնտեղ չտեսա որևէ ակնարկառային, որ կողմերը քննարկել են տեղ եւ ժամ պայմանագիրը, ուրեմն համաձայնագիրը ստորագրելու համար։ Եվ սա չափազանց մտահոգիչ է, որովհետև ըստ էության սա առաջին հանդիպումն էր արտաքին գործերի նախարարների մակարդակով հենց համաձայնագիրը համաձայնեցնելուց հետո եւ եթե այդ առաջին իսկ հանդիպման ժամանակ նման ձևակերպում չի լինում, նշանակում է, որ այդ օրակարգը այլևս ակտուալ չի եւ չեմ պատկերացնում, թե մենք ինչպես են կարողանալու հետ այսու այդ օրակարգը առաջ մղել։ Կարծում եմ անագնկալ չէր, որ այնտեղ չի կարող լինել տեղ եւ ժամ, քանի որ նախորդող խոսույթները այլ էին, բայց Ադրբեջանը այն որ փորձելու է հնարավորին չափ շատ ստանալ եւ տարբեր հայտարարություններ անել, հա, իրենց դիրքորոշումը ըստ էության հասկանալի է, բայց մինչև որտեղ կարող է դա ձգել, ինչը կարող է ստիպել Ադրբեջանին գալ առավել կառուցողական դաշտի, վերջո ստորագրել։ Գիտեք, ես կարծում եմ, որ աշխարհում կա մեկ պետություն, ով կարող է ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի հետ ստորագրի խաղաղության համաձայնագիրը եւ այդ պետության անունը Թուրքիա է։
Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք Թուրքիային կոմունիկացնել այս գործընթացում, բայց այս կոմունիկացիան շատ այսպես կոմունիկացիայի եւ Թուրքիային որպես միջնորդ ունենալու արանքում շատ նեղ այսպիսի մի գիծ է գնում, որովհետեւ Թուրքիան որպես միջնորդ ըստ էության իրենից կարող է ներկայացնել վտանգ, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը դաշնակիցներ են եւ այստեղ մեր դիրքերը կարող են ավելի թուլանալ, բայց Թուրքիային կոմունիկացնել նաեւ արևմուտքի աջակցությամբ եւ արևմուտքի դրդմամբ առայն, որ եթե համաձայնագիրը ստորագրի, դա մեծացնել է Թուրքիայի դերակատարությունը, ուրեմն տարածաշրջանում դա նաեւ հնարավորություն է տալու Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման, դա հնարավորություն է տալու Թուրքիային նաեւ տնտեսական որոշակի դիվիդենդներ շահել Հայաստանի այդ սահմանամերձ այդ շրջաններից թուրքական, հա։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք պետք է եւ այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, որ ես կարծում եմ, որ մենք շատ պետք է նաեւ թմկահարենք այն հարցը, որ Թուրքիան լինելով հզորը Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում այսօր թույլի դիրքերից է հանդես գալիս, որովհետև ամբողջովին կարծես թե դարձել է Ադրբեջանի կամակատարը, հա։ Հիշենք նույն կամուրջը երբ բարձվեց Մարկարայի Ադրբեջանի հայտարարությունները, այո։ Եվ Ադրբեջանի հայտարարություն եւ Թուրքիայի եղան հայտարարություններ։ Այսինքն սա էլ ինչ որ մի գործիք է, որը պետք է փորձենք օգտագործել։ Իհարկե շատ հեշտ է ասել պետք է փորձենք օգտագործել։ Իհարկե շատ դժվարին ժամանակներ են, բայց այնուամենայնիվ հնարավորինս բոլոր այսպես օղակները պետք է օգտագործենք, որպեսզի Թուրքիայի միջոցով մասնավորապես կարողանանք Ադրբեջանին ստիպել ստորագրել այս համաձայնագիրը։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ իմ զրուցակիցը կանայք եւ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանն էր։